Դեր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Կիրակի օրը մասնակցելու է պատարագի Այգեշագյուղի։ Կալ մասնակցելու չխնդիր կա։ Ուզում եմ հասկանալ ով է պատարագը մատուցելու։ Ուզում եմ մատուցի։ Դուք չեք մատուցելու։ Ես կմատուցեմ, ի՞նչ խնդիր է։ Այսինքն մինչ այս պահը հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանը սովորաբար վերջին շրջանում այն եկեղեցիները որտեղ գնում է, դեր հայր, խնդրեմ կանգնեք, երկու հարց ունեմ։ Որտեղ գնում հարցեր եք տալիս, չեք տալիս։ Որտեղ գնում է ինքը այնտեղ զեղչվում է։ Այսեք իրեն հարցրեք որտեղ գնում է։ Դուք եկեք իմ մոտ, այստեղ ես եմ ասում։ Դուք պետք է խոնարհաբար գաք աղոթելու համար, ոչ թե գաք ինչ-որ բաներ չգիտեմ ինչ անել։ Դե ուզում են ճշտել հասարակությանը, հանրությանն էլ հետաքրքրում է զեղչվելու է ամենայն հայոց կաթողիկոսի անունը, որ իմանան գա թե չգան։ Դուք օրինակ եթե մատուցեք ուզում եք թող գան, ովքեր չեն ուզում։ Դեր հայր իմ հայրը բոլորի համար բաց է։ Իմ հարցը ոչ մի արգելք չկա, եւ ձեր, եւ իմ, եւ յուրաքանչյուր մարդու համար։ Բաց է եկել, ովքեր ցանկություն ունեն, թող գան։ Ովքեր չեն ուզում, Աստված իրենց հետ։ խնդիրը այստեղ այլ է, Նիկոլ Փաշինյանը դա դուք եք ասում այլ է, այլ չկա։ Դուք եթե դուք մատուցեք, զեղչելու եք Վեհափարի անուն թե ոչ։ Ես մատուցելուց ես կորոշեմ։ Այսինքն մինչ այս պահը դեռ որևէ բան Քանի որ ձեր Facebook-յան էջն էլ երբ ուսումնասիրում ենք, ետնանկարն էլ, հա, ամենայն հայոց կաթողիկոսի լուսանկարն է Գարեգին II-ի ուզում ենք հասկանալ, դուք եւս միացել եք այն հոգեվորականներին, որ պահանջում է Վեհափարի հրաժարականը, թե ոչ։ Մարզական կարծիքները։ Եվ ո՞րն է դա։ Իհարկե, հոգեվորական եք։ Այսօրին հիմնական հավատացյալը լինեք, արդեն տեղյակ կլինեք։ Դուք 20 տարի այնց չեք հիշի, ինչպես եղավ այնց հիշի։ Հիմա են որոշել իշխանությունները կան։ Դե որոշել լավ են, արի իրեն խախտել։ Իսկ ձեզ այս ընթացքում օրինակ ինչպես Շիրակի թեմում հոգեվորականներին են մոտեցել, ազգային անվտանգության ծառայությունից մոտեցել են եւ խնդրելու որ ինչպես Փաշինյանն էր ասում, խնդրելու որ խնդրում են օրտնելու համար բոլորին օրտնում են։ Դուք չգիտեք հոգեվորականներին Շիրակի թեմի ինչ են խնդրել։ Խնդրել են որ զեղչի Վեհափարի անունը եւ իրենք հրաժարվել էին Արմավիրի թեմից այլ հոգեվորականներ գնացել։ Գնացեք իրենց հարցրեք։ Ինձանից խնդրում են օրտնել, ես բոլորին օրտնում եմ։ Հիմա դուք հստակ իմ հարցի ուղիղ պատասխանը կտաք, զեղչվելու է ձեր մատուցած պատարագի ընթացքում, թե դուք ձևակերպեք հարցը, որը ճիշտ է։ Դա եկեք պատարագին նայեք։ Դա չեղավ հարցի սխալ ձևակերպել, Տեր հայր։ Ընդհանրապես ուզում ենք իմանալ, զեղչելու եք թե ոչ։ Իմ տեղը չեք իմացել, ճիշտ է։ Ինչպես եղավ, որ հիմա իմ հարցը իմ կամ Ես այդ հարցի պատասխանը տվեցի։ Ոնց։ Իշխանությունները որոշել են, որ ձեր մատուցած պատարագին մասնակցեն։ Կան մասնակցեն, դուք էլ եկեք մասնակցեք, քիչ եք գալիս։ Վախենում եք։ Ինչից վախենում։ Դրա համար խնդիր է։ Եկեք մասնակցեք։ Թե իմ մորտությունը չեք ուզում ստանալ։ Բնավ նման բան չկա։ Դե եթե չեք չկա, եկեք։ Ես սիրով բոլորիդ կսպասարկեմ։ Սիրով բոլորիդ, ովքեր ուզում են թող գան։ Եկեղեցու դռները բոլորի համար բաց է։ Դա դուք եք առանձնացնում։ Տեր հայր, այս եկեղեցու միայն դուք եք քահանաներից, հա, թե այլ քահանա էլ կա։ Երբեմն գալիս են հոգեվորականներ, պատարագ են անում բոլորը, թույլտվությունով, որդնությունով, բոլորն էլ գալիս են։ Ինչպես ես եմ գնում բոլոր տեղը։ Դա ոչ մի խնդիր չի։ Եթե ամեն դեպքում այդ օրը որոշեն ձեզ ուղիղ ասեն, որ պետք է զեղչեք կաթողիկոսի անունը, ինչպես մյուս տեղերում, դուք կզեղչեք թե ոչ։ Դուք կզեղչեք թե ոչ, Տեր հայր։ Ժամանակ ամենից ցույց կտա։